Բարի լույս սիրելիներս, ողջույն, բարի աշխատանքային տարի, առաշխատանքային օր բոլորիս, այսօր տարվա, կարծում եմ շատ-շատերի համար տարվա առաջին աշխատանքային օրն է, ցանկանում եմ բոլորիս սենց ձեռքբերումներով լի, հաջողություններով լի, մոտիվացիոն աշխատանքային տարի, իմ մոտ դեռ արձակուրդային ռեժիմա դրած, դրա համար բառերս չեն գալիս, հագել եմ շորը, որը պատվիրել էի ամանորի համար, բայց այդպես էլ չհագան ամանորին հագնելու եմ այս նոր սապուչկաներիս հետ, քանի որ այսօր չնայած որ շատ ձյուն է եկել, բայց դե հետո մեքենայով էի ստանելու այսօր ու հետո կգա կբերի, ինքը այսօր աշխատանքի չի։ Դրա համար առիթից օգտվում եմ ու հագնում եմ թիթիզ բաներ, ոչ թե նայում եմ, որ տաք լինի, հարմար լինի, այլ այս ովքեր չգիտեն, գնել էի մի քանի ամանորից առաջ, այսպես ինձ նվեր էի գնել, սենց ուղղակի, որովհետև այսպիսի ոչ մի բան հարմար սև գույնի չունեի, շորիկները որն է շրջազգեստների հետ հագնելու, այսպես ասենք։ Այդպես սիրելիներս կհամադրեմ վերարկուիս հետ, հեսա մի հատ հագնեմ ու ձեզ ցույց տամ։ Ահա այսպես, հուսով եմ երևում է, խսկավ ու կվերցնեմ այս գույնի էլի իմ պայուսակը, խոսքով գնացի բոլորիս հաճելի ուրախ զվարթ աշխատանքային, այսպես ձեռքբերումներով լի աշխատանքային օր, ամիսներ, շաբաթներ, ամիսներ, տարիներ, խոսքով գնացինք։ Աշխատանքից հետո անմիջապես գնում եմ բժշկիս մոտ, որպեսզի ստանամ իմ երկաթի արդեն 3-րդ չափաբաժինը։ Դե իսկ հետո էլ գալիս եմ տուն ու պատրաստում եմ համեղ խնկալիներ ամբողջ ընտանիքիս համար, իսկ այստեղ Վիտոն իմ համար անակնկալ ունի, բացում է այն փափուկ աթոռակը, որը գնել է մեր ննջասենյակի համար։ Ողջույն սիրելիներս, ամենասիրուն բանը, որ ձեզ կարող եմ ցույց տալ այս պահին, այս հրաշքն է։ Մի հատ տեսեք, ինչա կատարում։ Անցնեմ, այլ էստեղ։ Նոր ավելի խոշոր փաթիլներով էր գալիս, բայց ավելի քիչ հիմա արագացա։ Իմ մոմոջ։ Չգիտեմ ինչքան է վայրևում, ինչ ուժ եղա գալիս, բայց դե քան սիրուն է։ Այս երեկվա քայլած տեղերն արդեն փակել է։ Արծաթե դիտերնիկներ, հոգված կապույտ է կետների, ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երկն է երկում։ Ժողովուրդ ես ինչ է, վիտ կբրնես չպախնիլը, իս նորմալ է, սես պահեմ երողսս, իս նորմալ երևույց չի, հելի մեկ մեքենաները ոնց են գնում դանդաղ։ Բինգո, գնաս կկորես չես երևադյան մեջ։ Ստված իմ, իս ինչ է։ Իս ինչ է կատարվում։ Քանի ժամ է այս խեղճը մաքրում է, ու հələ չի պրծել։ Հələ այս կողմը, այսքանը ճանապարհը, մուտքը, ավտոտնակի դիմաց։ Հələ էսի ու այն կողմն էլ հələ մեր տարածքն էլ պետք է մենք մաքրենք։ Հանուն արդարության ասեմ, որ այս հարևանի տարածքն է ինքը մաքրել է, հարևանի տարածքն է մաքրել։ Սիրելիներս վերջ, առաջին աշխատանքային շաբաթը արձակումից հետո համարում ենք ավարտված, ասեմ, որ հեշտ է կխաբեմ, շատ դժվար է, որ արձակումից հետո գործի ես գնում, դեռ են արձակուրդային ռեժիմի վրա ես, բայց պատվով հաղթահարեցինք, հիմա գնանք անցնենք տնային գործերին։
Էս ինչ հրաշքա ժողովուրդ։ Մի հատ նայեք էլի, քունս չի տանում, ես իրունությունը չեմ կարող թողեմ գնամ քնեմ։ Բայց այս ամեն ինչի մեջ վատը մենակ այն է, որ խեղճի մամուսինը այդքան մաքրեց ամբողջ տարածքը, դուրսը, ճանապարհները, դե իհարկե ոչ այգին։ Ու հիմա մի հատ նայեք, ինչություն է գալիս։ Ու այսօր վաղը ամեն օր գալու, երկու օր լինելու է։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ այնքան արագ է գալիս, այնքան ուժեղ է, որ ուշադիր նայում ես, գլուխդ պտտվում է, այնքան որ չգիտեմ, էս ինչ է, էսի ասենք, էս ինչ է։ Բայց սիրուն է։ Սիրելիներս, ահա, այս իմ երեկվա գնումն է, այս փափուկը, որ գնել է հենց այսպես մահճակալի կողքը հայելու դիմաց դնելու համար։ Հիմա այսպես ուղղակի շարժական աթոռակ գիշերը հեռախոս կամ գիրք, ես երբեմն դե տրոնում եմ շատ հաճախ, որտեղ գրի եմ առնում հաջորդ օրվա իմ պլանները, որ մի բան չմոռանամ, դնում եմ վրան, գիշերը երեկոյան եւ վերջացնում եմ քնելուց առաջ։ Հա, շատ հարմար է, իսկ դե ցերեկներ արդեն կծառայի ինձ որպես պահոց իմ փափուկ, անչափ փափուկ, տաքուկ գիշերազգեստը սիրո մեջը դնելու համար։ Վերջ։ Լուծվեցին բոլոր հարցերը։ Գնացինք։ Եկել ենք գնումների, այսօր Զոյկան ու Անգելինան են, այսինքն եթե Անգելինան միտեղ գնում է, Զոյկան պարտադիր հետը պետք է լինի։ Ասում Անգել, Զոյկա դու խես եք, ասում ես Անգելի հետ եմ, ուր Անգելը գնում է, ես էլ եմ գնում։ Այս սրանք են իմ բաները, որ գնել էի, ուղղակի ես վերցրել եմ այս չափը, այս։ Ինչքան էլ ասել էի, որ էլ ափսեների մոտ չեմ գալու, բայց եկա ու այս նոր հավաքածուն տեսա ու խենթացա։ Մի հատ նայեք, պիցայի ամանը, սպիտակն էլ կա, իհարկե սպիտակ չեմ ուտում, սպիտակը ունեմ։ Այս ուտելուն այս դեսերտը, այս ճաշինները ու այս սոուսների, քանի կա պետքա վերցնեմ հիմա։ Վերցրել եմ ու վիտո նայեք ինչա գտել։ Բաժակները սուրճի։ Սիրուն է, այս մեկը քերված աստ է, գույնը, բայց ոչինչ։ Քերված չի, ու ձևն է տենց լավ։ Մենք եկել ենք գնումներից, հիմա մի հատ Անգելինան ցույց տա իր ոչ պիտանի վնասակար գնումները։ Դի բացատրես, ես չգիտեմ ինչ է։ Էսի բանը չինական փլավա, ոնց ջրի մեջ տաքացնում ես, հետո սոուսը լցնում ես վրան։ Դրանք իմանալ, դաշերակը։ Էսի ինչ է սոուսը, կծու։ Բան ձեթ։ Անգելի գնումներն է, մի հատ նայեք ինչից ինչ է գնել։ Հետո էսի դեմքի համար։ Սեք Անգելինայի գնումները, այս վատ բաներից հետո գալիս են էսել ու հետո ամենա օգտակար պիտանի բաները։ Դրանք։ Վանիշ։ Այաքս։ Պատուհանները լվանալու, ամանի հեղուկ։ Էլիդաշիրո։ Քարը, հա։ Ինգուաշակարը։ Որ պոնչոներս նստի։ Պոնչոներս։ Չէ, պոնչո ես, ատամի մածուկ։ Պաստա։ Ձեռնոց եմ առել, ձեռնոցը որ ինչքան ունենք, մի թայերն է ամբողջ ձեռնոցների։ 2 տարի ձյուն չէր եկել ու պետք էլ չէր եղել, հիմա ուզում ենք խաղալ մի թայերն է իմ ձեռնոցների։ Հետո աղբիտու պրակ։ Իսկ ռոզվենա մեկալու։ Խոզանակներ, որ փոխեն խոզանակները, էլի վանիշ։ Վանիշ։ Բայց գիտես վատը որն է, որ դու այս վատ բաները ուտես, էներգիա չես ունենա, որ մաքրությամբ զբաղվես։ Կունեն, ասում ես երբ եմ մաքրություն անում, որ մի հատ էլ։ Լավ, ուղղակի այս տոպրակները, այս Անգելի գնումները, սրանք ես եմ վերցրել, մաքրող միջոցները երբեք շատ չեն լինում։ Հա, մի պոկետ վերքը, շուրթին վերք ա եղել ճաքելաչորությունից, հա նկուղումեր ունեմ դեռ մի տոպրակ, բայց դե
Այստեղ իմ գնումներն է, այստեղ էս հունական մածունը, ամենահամով, այս արևած աղբի սերմերով խացա, ու եթե են կողմը նկատեցիք, մենք տոնածառը հավաքել ենք, ու հիմա կասեք ինչի չեք թողում մինչև 12-13-ը, ուղղակի քանի ես տանն եմ, այսօր շաբաթ է, 3 ուրբաթ էր, հավաքեցի, որտեղ ես շաբաթվա ընթացքում չէի կարող հավաքել ու մինչև մյուս շաբաթ էլ չէի կարող թողնել մինչև ամսի, չգիտեմ քանիսը, դրա համար հավաքել եմ։ Այստեղ ինչ եմ գնել։ Այսպիսի էկզոտիկ մրգերի այս սրանից սենց հյութի մեջ պահածոյացված հունական յոգուրտը եւ քամած մածունը ես եմ պատրաստել, քամելու եմ հեսա, այդ իմ պատրաստած մածունը, տնական մածունով խառնելու եմ մի քիչ հունական յոգուրտ եւ պատրաստենք համեղ դեսերտ, կարծում եմ հասկացաք ինչի մասին է խոսքը, հիմա ինչ որ տրենդային է դարձել, բայց դե ես այդ միշտ պատրաստել ենք, ուղղակի այնպես չի որ հիմա ուղղակի մի քիչ վանիլին են ավելացնում, չգիտեմ ինչ, բայց դե կպատրաստենք միասին, կամ էլ Անգելինան կպատրաստի մեր համար, ես կնկարել ժպտաց, լավ, տոմատի մածուկ, կաղամբ, փոքր եմ վերցրել զուտ աղցանի համար, որտեվ երեք ինչ ունեի, ամբողջը լցրեցի թթվի վրա ու արդեն թթուս կարմրացրեցի, բազուկել ավելացրեցի, այստեղ ունենք իմ ամենասիրելի էս եղանակի, արքայանը, խնձոր, այստեղ էս պղպեղները, որոնք հիմնականում, այս բաղադրիչները, այս ամեն ինչը, վարունգնել, բանաններ, սրանք հիմնականում երեխեքի լանչ բոքսերի համար է, որ միշտ գնում են, որ միշտ ունենան, որովհետև մանավանդ Զոյկան, Ալենը, մեծերը այդքան չէ, Անգելինան միշտ մոռանում է իր լանչ բոքսը, Էլենը չի տանում, որովհետև Էլենը հատուկ բանով ասնվում, Անգելինան ու Զոյկան ու Ալենն են, որ պարտադիր իրանց մոտ պետք է լինի համեղ, այսպես պղպեղներ, վարունգ, մի տեսակի, երկու տեսակի միրգ ու համեղ բուտերբրոդ։ Սև պղպեղ, որը մեր մոտ, ինչպես հասկացել եք, շատ շուտ է վերջանում մեր համեմունքները, մի հատ կարակ եմ գնել, ունեմ, ուղղակի որ կարակի կողքով անցնում եմ, ամեն անգամ մի հատ վերցնում եմ ու միշտ տանը այդպես ավել ունենում եմ պահեստային, այստեղ էլ լոլիկ ու մի հատ այս տեսակի մակարոնը, այս մեծը սիրում են խաշած, հիմնականում ու կարակով, սխտորմածունով կամ էլ բանջարեղենային աղցանի նման։ Հիմա բերեմ մյուս տոպրակը, որը հետաքրքիր տոպրակ է։ Ուրեմն այն մյուս տոպրակից այստեղ որպես ուտելիքներ ավելացավ հացը, սեմելները, տոմատի մածուկ, կիտրոն, ձու, ավոկադո, ունենք մի հատ եմ վերցրել, եւ տոմատի մածուկ եւ խնձոր։ Ու այստեղ հիմա գալիս է այո սպասք, որից ես չեմ կշտանում, ու ես նախորդ վիդեոներից ասել եմ, որ ուզում եմ restart, ամեն ինչ փոխեմ, ու սկսել եմ արդեն այդ գործընթացի մեջ է, հիմա հանում եմ ու ձեզ ցույց եմ տալիս, ուրեմն, այսպես, այս տոպրակում նաև մի հատ էլ էրատամի մածուկ ու այնտեղ լույսեր է, սենսորային լույսեր է, ու գնել եմ սպասք, արդեն շատ, գույնի համար իհարկե շատ եմ տատանվել, կար երկու տարբերակ, սպիտակ իմ համար թերևս սպասքի, սպիտակը կամ սևը սպիտակ, գիտեք, որ իմ ամբողջ սպասքը սպիտակ է, այս իրանց բաները ունեմ, 12 հատ ամեն ինչից, 6 հատ նորից, կեսը 12, կեսը 6, ինչ որ ինչին անհրաժեշտ է, հիմա ես էլ ցույց կտամ կասեմ, ու ուզում էի փոփոխություն, իհարկե, այս գնել եմ այն նպատակով, որ վերևը, հեսա որ եղանակները տաքանա, արդեն վերևում կպատրաստեմ, որ հնարավորություն ունենանք տերասեյում ուտել, այնտեղ նստել, ուտել, վայելել, նստել ու այնտեղ պատրաստել, այնտեղ ուտել, բայց այնտեղ տեսեք, Ռուզի առածամաններն էր, նվիրած 4-4 հատա, ու մենք այնտեղ 4-ով երբեք չենք նստում, միշտ Ռուզենք էլ են լինում, բոլորով ենք լինում, ու դե բալկոնում նստելը, դե բալկոն չի, եկա մեծ տարածքը, ու այստեղ նստել, վայելել, առիթներ նշելը շատ հարմար տարբերակ է, ու ինձ պետք էր սպասք, որ միանման լինի, դրա համար հենց տեսանք ու նոր էին ստացել, իհարկե Անգելինա սխթանեց ավելի, Անգելինայի առաջարկներ, որ մամա սիրուն ավելացնենք, Անգելինան գործ անում, նոր ասում եք ես գործ չեմ անում, անում է, խափում է չհավատակ, ինքը սիրում է գործ անել, ու որ անում է, հետևից մի հատ բան չես գտնի, ենքան մաքուր է անում, բայց եթե անում է, էլի,
Ուրեմն, այսպես վերցրել ենք։ Շատ սիրուն են իրենք, տեսեք, լույսով եմ միացրել, որ տեսնեք փայլը, մատնահետքերն էլ իհարկե։ Նախատեսված է իմ համար կարևոր է, որ ամանլվացող մեքենայի համար լինի, նախատեսված միկրովալնովկա այդ միկրոալիքային վառարանի համար էլ լինի, որտեղ երբեմն օգտագործում ենք ու դրանցից է հենց վերցրել եմ 12 հատ այս մեծերը, որովհետև սա ինքը հենց սովորական ուտելիքի չափ է, բայց դե հիմնականում մենք դրանով չենք օգտվում։ Մենք հիմնականում սա ենք դնում որպես ուտելու ափսե, որպեսզի ամեն ինչից դրվի մի հատ ափսե ու աչքդ տեսնի ինչ ես դրել, որ էլ նորից դաբավկա վերցնելու կարիք է, որ մարդ տեսնի ինչ ա ուզում, ոչ թե փոքր ափսե ու անընդհատ լցնես։ Սրանք կծառայեն որպես հիմնական ափսե։ Սրանք ապուրների ավելի շատ, այսպես ապուրների ճաշերի համար, սրանք որպես դեսերտի աղանդերային ափսեներ, մեծ են, բայց հարմար են ու ինչի համար հենց այս չափ ասենք հարմար է, այսպես տեսեք, սրանք վերցրել եմ, այս սրանք ասենք, երբ որ ուտում ենք, մենք սիրում ենք առաջին, երկրորդ, որ ասենք ապուր լինի, ասենք թանապուրը հիմնականում գրեթե ամեն օր ունենք, թանապուրի համար, երեխեքը բաժակով եմ սիրում, ասենք այս հարմար է, թանապուրի համար այսպես սիրուն մատուցել իր ամանով, այսենց, տեսեք, չկան սիրունը, սրանք ապուրների, սոուսների, իսկ արդեն մեծ սեղան պատրաստելու համար կարելի է աղցանների համար որպես օգտագործել, սրանք ու այստեղ էլ 3 հատ վերցրեցի այսենց մեծ, իհարկե խորը չկար, բայց դե կարելի է այս, ասենք, ինքը այդքան էլ բան չի, պիցայի համար է, բայց ասենք եթե տոլմա էլ լցնենք կամ խորոված, քաբաբ, այդպիսի բաներ, էլի շատ հարմար է, 3 հատ վերցրեցի, այսինքն եթե մեծ սեղան դնենք 3 տեղի համար, հետո այս չափը, այս բանը վերցրեցի, որ դե սև ու սպիտակ հարմար կլինի, եթե ուրիշ ուտեսներ, ասենք, կամ պաների ափսե պատրաստել էստեղ, մի հատ պաների, մի հատ երշիկի ափսե, այս ձևով որ լինի, որտեղ միայն կլորներով որ դնում է սեղանին տեղ չի լինում, երբեմն հարմար է, երբ որ այսպիսի բաներ ենք օգտագործում, դրա համար այս վերցրեցի, վերցրել եմ նաև այս էլի սիրունամանները աղցանների համար, կամ ինչ որ բան մեջը պատրաստելու համար, 2 ու այս պաների տախտակը փակվող, որովհետև հիմնականում մերոնք երեխեքը սիրում են ուրիշ տեսակի պանիր, Վիտոն սիրում է ուրիշ տեսակի պանիր, իմ համար բոլոր տեսակի պանիրները լավն են, ու միշտ այնպես է լինում, որ 2 տեսակ մինիմում լինում է ու մի ամանի մեջ չի տեղավորվում, այս հարմար է, որ 2-3 տեսակի պանիր կշարվի մեջը։ Մի խոսքով, հա, ու բաժակները, մոռացա բաժակները ներկայացնեմ, սրանք Վիտոն հենց տեսավ, մի անգամից վերցրեց ու հենց 6 հատ էր։ Բաժակներ ուղղակի շատ փոշոտ են, լույսն էլ ընկնում է, ինքը սև չի, ինքը սիրուն, շատ սիրուն կայիչնիվի է, սենց, շատ սիրուն է, բացեցի ես մեկը հենց խանութում, որ փորձեի խմելու համար հարմար է, հարմար կուպչիկ սիրուն բաժակներ է, մի խոսքով ես էլ իմ այսօրվա մեծ գնումները, ասենք շնորհավոր։ Ուրեմն արդեն սկսել եմ պատրաստելը, այստեղ առաջի քայլով քամում եմ մածունը, որտեղ քամած մածուն այնպես չգիտեմ, այսպես միշտ քամում եմ, սովորական մածունը գնում ենք ու քամում եմ ես, որպեսզի այստեղ շատ բան պինդ չլինի, թե չէ կարելի է մենակ հունական յոգուրտով պատրաստել, բայց դե մի քիչ քամած մածուն կանեմ յոգուրտի հետ, այսքան բան եմ էս պետք։ Այս թողնեմ մի կողմ ու սկսեմ սպաս պատրաստել, որովհետև մեր սպասը վերջացել է։ Հա, ասեցի ու մոռացա ցույց տալ, որ այս մի մասը իմ պատրաստած մածունն է, մի մասը մի փոքր ավելացրել եմ այս մյուս մածունից, մի քիչ այս հատվածը, եթե տեսնեք, կրեմային ավելի, ու այստեղ արդեն նոր եմ մերել, նոր չէ մի քիչ առաջ, հիմա փակում եմ, որպեսզի էս էլ մերվի, ու այնպես չի, որ հատուկ կաթերը գնել եմ, որ բան անեմ, մածուն մերեմ, ուղղակի նոր տարվա համար շատ էի գնել, նրբաբրիտների համար բան, ու արդեն ժամկետները մոտենում է կամ որ արդեն անցել է նույնիսկ գեռացնում եմ, եթե չի կտրվում, մածուն եմ մերում, օքեյ է, այսպես, հիմա այս ծածկեմ դնեմ մի կողմ, ու շարունակենք։ Բարի լույս, մենք այսօր սալատ ենք սարքում, բայց նորմալ սալատ չէ,
Since մրգային սալատ։ Մենք sense որ միրգ ունենք, sense լցում ենք ամանի մեջ ու մի քիչ մածուն ենք մեջ անում, որ sense մրգային սալատ լինի։ Ու հիմա մենք էսի սարքում ենք։ Լավ։ Բայց այսօր սառնանից չենք վերցրել մրգերը, այլ ինչ մրգեր է։ Sense բան մրգեր։ Ճիշտ տեսնենք։ Այդ մրգերից ենք լցրել, էկզոտիկ մրգեր, դե լավ դիր։ Հիմա այստեղ ունենք, ու այսօր Զոյկան ուզում է օգտագործի իր վերստացած այս համաները, այստեղ ունենք քամած մածուն, ու sense սմտան, թթվասեր, հունական յոգուրտ է այս։ Հիմա ինչ ենք անում։ Առաջինը հիմա մենք խառնում ենք սմտան ու մածուն։ Հիմա խառնում ենք հիմա սենց է երևում ու հիմա պետքա վանիլի բան լցնենք Պետք որ ուզում ես կարաս ցանով խառնես։ ճիշտ է Սիրելիներս, քանի որ մեր մածունը շատ չէր քամվել ու մեր մասան շատ պինդ չի ստացվել, դրա համար կլցնենք միայն հատիկները ու այնպես ենք քամել, որ մի քիչ էստե հյութ է մնացել, իսկ եթե ձեր մոտ միայն քամած մածունով եք պատրաստում, մի քիչ այս հյութից կավելացնեք, որ ինքը մի քիչ թուլանա քամած մածունը, հետո նոր հատիկները կլցնեք, կարող եք սովորական մրգեր ուղղակի կտրատել, բայց այսպես մի քիչ ավելի դեսերտային ա լինում համը, ու հիմա Լավ խառնել է Զոյկան կարծում եմ, սպասի սկթալ է համը։ Մի հատ էլ լավ խառնի։ Պրիմը խչիկա։ Սիրում ես խոհանոցում գործանել։ Ու հիմա ամենաշատը սիրում եմ սալք, բանցարկը։ Ու ինչ ես կարծում Զոյ, այս առողջ հարարա Այս ուտելիքը թե վնասա։ Մի նայի քուրիկներին, դուք կարծիքով ասա, մածունը օգուտ է, չէ՞, մածունը օգտակար է, չէ՞, մրգերն է, չէ՞, օգտակար։ Բա ի՞նչն է ամենավնասակարը։ Խանութից յոգուրտ, որտեվ sense բան ա մեջը։ Շաքարը շատ ա մեջը, ու կոնֆետները, ու ինչը, ու մեկ էլ ամենավտանգավորը, որ դուք շատ եք սիրում։ Չիպսերը։ Բայց հիմա տոներն անցել է ու պետք է առողջ սնվենք, չէ՞։ Դե հիմա լցրու դե դու ավելացրու։ Կարամ օգնեմ սենց պահեմ դու լցնես։ Լցրու, պետք է ամբողջը լցնենք, կյանքս։ Պրես։ Կերասները լցրու, լավ մի հատ խառնի տեսնենք, այս կթալը կարես դատում ես։ Խառնի։ Չէ, այս մնացածն ենք լցնում։ Պես արա, որ հյութը չգա, որովհետև մեր մոտ մասան արդեն ջրի կա։ Չէ, որ հյութը չգա, մենակ հատիկները կան, ապրես։ Ապրես։ Քաշի, տենց կարաս շատ միանգամից քաշես, բալես։ Դրանք էլ ապրի մաղջիկը։ Լրիվ լցրու, արևս, ամբողջ քաշի լցրու։ Այդ հյութը։ Ոչինչ, մի քիչ որ կա, ոչինչ։ Դրանք էլ։ Դիր, դե խառնի նորից։ Սենց ինքը շատ արդեն անուշ մոտ է գալիս, լավ խառնում ենք ու պետք է լցնենք, կարող եք միանգամից լցնել
Չէ, փուճուրամանների մեջ դնենք սառնան կամ մեծ ամանի մեջ լցնենք, հետո գթալ լցնենք ու մատուցելիս վրան լցնում ենք անպայման շաքարի փոշի։ Մենք հիմա մի հատ փուճուրիկ ամանի մեջ կլցնենք, կփորձենք։ Լավ։ Հիմա էսի լցում ենք ստե։ Ու մի քիչ կթողնենք ստեղ կլցնենք, որ փորձենք միասին։ Հիմա էս լցնում ենք ամբողջը էս տարայի մեջ, հարթեցնում ենք ու դնում ենք, չէ, լցրի ամբողջը նոր բալես, ու դնում ենք սառնարան։ Սի թոմնա որ լցնենք բալեսի ու հարթեցնում ենք։ Լավ։ Սենց էլ կարող անենք։ Որ էդի փորձենք մի հատ։ Լցրու։ Քեզ սազում ա խոհանոցը։ Լավ, հիմա ոնց ենք մատուցելու։ Կարող ենք միանգամից լցնել մատուցվող ափսեների մեջ, այսենց, ոնց որ Զոյկան արել, ու վրան շաղ ենք տալիս քաղցրացնելու համար, այսինքն շաքարի փոշի ու վայելում ենք, բայց այս անում ենք, երբ որ սառնանից ենք հանում, որ սառը լինի, բայց մենք հիմա ուղղակի միասին կփորձենք, Զոյկան հիմա կփորձի, գնա մի հատ փուճուրիկ գթալ բեր։ Արի։ Անկեղծ կասես, համով ա։ Հաստատ։ Մուրտիկ մաքրեմ։ Բայց եթե ուզում եք, որ այս լինի ամբողջովին օգտակար, այս վնասակար չի, բայց այնպես չի, որ ամբողջովին դիետիկ ա, բայց եթե ուզում եք, որ այս լինի օգտակար, առանց շաքարի, առանց ոչ մի բանի, վերցնում ենք միայն քամած մածուն եւ համեղ մրգեր, ոչ շատ շաքար պարունակող մրգեր ենք վերցնում, կտրատում ենք, էլի վանիլին ենք ավելացնում եւ դնում ենք սառնումա, հետո ուտում ենք։ Բարի ախորժակ։ Ապրես Զոյկա։ Հաջող։ Բայց շատ համով է։ Շատ լավ է։ Անուշ։ Մերսի։ Ու բարձրացրեցի վերև ամանները, սպասքը, բայց հիմա առաջի հերթին մի հատ փորձենք, տեսնենք արդյոք հարմար է սուրճ խմելը, թե ոչ։ Ահա, սառել է արդեն, իհարկե շատ համեղ կլիներ թարմ նանայով, ես առաջի պատահած տերևն եմ դրել ու նկարել, շատ համեղ, անուշաբույր, անուշահամ դեսերտ է, պես որ պատրաստեք ու անուշարեք։ Հələ այստեղի ձյունը մի հատ նայեք, էլի։ Այս մյուս տան բալկոնի ձյունը։ Հələ այստեղ։ Դե որ ձեռք չենք տվել, չենք մաքրել, այս էլ լրիվ ամբողջովին բացած չի, դիցվել է այստեղ, ու նույնիսկ տեսեք կարկուտել է եկել, կարկուտախառն է եկել։ Սմարախողը սկսվեց նորից։ Սիրուն է, դանդարեն է։ Սիրուն է, բայց ցուրտ է։ Ողջույն սիրելիներս, բարի երեկո։ Այսօր ամսի 10-ն է, ուզում էի ավարտել վլոգը ու հիշեցի, որ կարևոր բան մոռացել եմ, 3 ամսի 9-ն էր։ Հունվարի 9-ը իմ համար մի շատ յուրահատուկ օր է եղել, շատ եմ սիրել այդ օրը ու շատ եմ սպասել այդ օրվան, միշտ սպասում էի։
որովհետև իմ կարծիքով, ինչքան ես գիտեմ, լսել եմ, ծանոթ անծանոթ, հունվարի 9-ին այնպես է ստացվում, որ շատ մարդիկ են ծնվել, շատ տարեդարձներ կան հունվարի 9-ին, բայց իմ համար երկու կարևոր մարդկանց տարեդարձ է ամսի 9-ին, սկսեմ մեծից, ամսի 9-ին, հունվարի 9-ին ծնվել է իմ Լիա հորաքույրը, այսինքն Լիա հորքուրը պապայի հորքուրն է, բայց պապայից մեծ ընդամենը 1 տարի։ Ու ես երկար տարիներ, մինչև երևի շատ գիտակից տարիքս, չեմ իմացել, որ Լիա հորքուրը ոչ թե պապայի քույրն է, այլ հորքուրը։ Մենակ այն տարբերությամբ, որ մեկ-մեկ ուզում է ինչի է պապան հորքուրս ասում, դասում է դե երևի երեխեքի լեզվով է հորքուր ասում։ Ինչ եմ ես հիմա ասում, որովհետև ոչ հորքուրից եմ զգացել այդ տարբերությունը, ինքը իմ տատիկ պապիկին ընդունել է որպես ծնողներ։ Տատիկ պապիկս էլ հորքուրին ընդունել են որպես իրենց հարազատ աղջիկ ու երբեք ես չեմ զգացել տարբերությունը իմ հարազատ Հայկուշ հորքուրի ու Լիա հորքուրի միջև ոչ մամայից, ոչ պապայից, ոչ մեկից չեմ զգացել ու մենք իմացել ենք միշտ, որ ինքն էլ է մեր հորքուրը։ Այդպես ու ինչի էի սպասում միշտ հունվարի 9-ին, որովհետև մենք միշտ հունվարի 9-ին էինք գնում հորքուրենց տուն նոր տարի, գնում էինք համ ծնունդ, համ նոր տարի, բոլորս միասին, հորքուրը, Լիա հորքուրը պատրաստում է աշխարհի ամենահամեղ թխվածքները։ Նման թխվածքներ, գաթա, կլուչիկը հորքուրի, սնիկերսը ես դեռ ոչ մի տեղ չեմ կերել, կան հատուկ թխվածքներ, որ մենակ հորքուրն է համով պատրաստում։ Ճիշտ է, շատ մարդիկ գիտեմ, ասենք հատուկ բաներ կա, էլի եմ նշել, որ ես հիշում եմ, ասենք իմ քեռակնոջ, իմ նունե Հարսիկի քեռակնոջս կոճղը ռուզան քեռակինից պատրաստած մրշնաբույն աշխարհի ամենահամեղ, շատերին կա ամեն ինչ, բայց Լիա հորքուրի թխվածքները ու ես անհամբեր սպասում եմ երբեմ գնալու իրենց տուն, բայց ոչ այդ ուտելիքների խաթր կամ ինչ որ, որովհետև երբ որ մենք այդ օրը գնում էինք, այդ օրը ես կարայի մնայի այնտեղ ու քանի որ արձակուրդներ էին, ես կարայի մնայի հորքուրենց տունը մի քանի օր ու հետո հորքուրենք դասերից մի օր երկու օր առաջ ինձ բերում էին մեր տուն ու այդ օրերը իմ համար ամենալավ օրերն էին նոր տարվա արձակուրդների, այդ ձմեռային արձակուրդների ամենասպասված օրերն էին, որ հորքուրենցս տանն էի լինելու, հորքույս աղջկա հետ, այսպես մի խոսքով։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, հորքուրս, կյանքս, սիրունս շնորհավորում եմ տարեդարձը։ Ցանկանում եմ, որ միշտ մնաս այսպես թարմ, առողջ, աշխուժ, առույգ, որովհետև դու քո օրինակով շատ շատերիս ես այսպես օրինակ ծառայում ու այն որ երբ որ ես սկսում եմ առավոտից իրիկուս ես պրպտալ գործ անել ես ինձ կոմ տանել եսի բերել են բան անել վիտոն միշտ ասում է Լիա հորքուրը մտել է կարինեի մեջ Լիա հորքուրը մեր համար այդ աշխուժության, մաքրության, անել դնելու սիմվոլն է այսպես ու ասենք մենք էլ քուրիկներով երբ որ բան ասում ենք Լիան, չնայած ինձ շատ նմանացնում են հիմա որ լցվել եմ ավելի, ինձ շատ նմանացնում են Հայկուշ հորքուրիս, որովհետև ի տարբերություն Լիա հորքուրը շատ աշխուժ, առույգ, ասենց ճիշտ, ասենց խոսող բան, իսկ Հայկուշ հորքուրը ասենց համեստ, հեզիկ, նազիկ, խաղաղության աղավնի, ասես բան ինձ շատ ավելի նմանացնում են Հայկուշ հորքուրին այդ առումով, որ ես որտեղ գնում եմ, միշտ ամեն ինչ հարթում եմ, բայց այդ ինչ էի ուզում ասել, հա որ երբ որ այսպես այդ հորքուրը մեր համար այդ սիմվոլն է, հորքուրի հոգին, ես կներես հորքուրս, հոգի է բանը, հորքուրը մտել է մեջ դիտոն ասում է, Լիան սկսեց նորից, Լիա հորքուրն է, մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ հորքուրս, ցանկանում եմ որ դու այսօր 70-ամյակ կտա 3, բայց ես չեմ հավատում 10 տարի առաջ այսօրը մենք Ռուսաստանում ենք որ քո 60-ամյակը պետք է լիներ հաջորդ օրը մենք ամսի 8-ին հետ եկանք ու դու նույնն էիր նույն հորքուրը ում ես հիշում եմ 10 տարի առաջ, 20 տարի առաջ, 30 տարի առաջ հորքուրս չի փոխվել ոչ մի բանը հեսա ես նկարը հորքուրից թույլտվությամբ կտեղադրեմ կտեսնեք ու ոչ թե մենակ բան ոչ թե մենակ այդ մաքրության աշխուժության սիմվոլն է հորքուրը այլ հորքուրը այն մարդն է ով կյանքում մեյքափ չի օգտագործել ոչ մի կոսմետիկ միջոցներ չի օգտագործել բայց միշտ եղել է սիրուն, թարմ, գեղեցիկ ու նայողն էլ չի ասի, որ ինքը հիմա 70 տարեկան է Հորքուրս ծնունդդ շնորհավոր, միշտ եղի առողջ, երջանիկ, երկար տարիների կյանք քեզ անսահման սիրում եմ քեզ, դու գիտես թե ես քեզ ինչքան շատ եմ սիրում, իմ սիրուն, իմ բարի, իմ աշխուժ, առույգ հորքուրս, շնորհավոր ծնունդդ
Այսօր նաև իմ հորեղբոր Կոյրեն հոպարիս մեծ աղջկա տարեդարձն է, Անիի տարեդարձն է, Անիս քուրիկս շնորհավորում եմ ծնունդդ իմ մեծ մեր ընտանիքների ամենամեծ քուրիկն է, 3 աղբերների, աղբերս է ամենամեծը, հետո գալիս է քուրիկ որպես Անին։ Միշտ մնաս տենց բարի, խելոք, խելացի, շնորհքով, հոգատար, ջիգարով, սիրում ենք քեզ շատ ու առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել այսօրվա բոլոր հոբելյարներին։ Կարևորը առողջությունն է։ Եղեք անսահման առողջ, իսկ մնացածը մեր ձեռքում է։ Ապրեք, արարեք, ստեղծեք ու միշտ երջանիկ եղեք։ Սիրում եմ ձեզ շատ։ Ահա, այստեղ էլ մեր հոբելյարները, հորաքույրս եւ հորեղբորս աղջիկը, իսկ մինչ ես ձեզ համար վլոգ էի նկարում, Վիտոն էլ մի կողմից թաքուն ինձ էր նկարում։